Հանձնարարություն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բամբասել։ Հեռացրեք դիմահարդարումը, լվանալով ձեր երեսը։ Պոկեք դրված թարթիչները, ջնջեք ներկված հոնքերը, պարիկները, կեղծամները, կեղծ մազերը, հանեք դրեք մի կողմ։ Եթե ձեր դեմքը ներկա պահին էսթետիկ միջամտությունների շնորհիվ անճանաչելի է դարձել, ապա գտեք ձեր հին նկարներից։ Գտեք ձեր հին նկարներից և նստեք հայլու առաջ։ Նայեք ինքներդ ձեզ, ձեր հին նկարին, նայեք ձեր աչքերի մեջ, շատ կարևոր է, և սկսեք խոսել հայլու հետ, հայլու մեջ ձեր արտացոլանքի հետ։ Սկսեք բամբասել ինքներդ ձեզանից։ Խոսեք ձեր թերություններից, ձեր թուլություններից, առավելություններից, ուժեղություններից բնականաբար, փնովեք ինքներդ ձեզ, քննադատեք ինքներդ ձեզ, չարախոսեք և վատաբանեք ինքներդ ձեզ։ Ձեր առօրյան, ձեր անցյալը, ձեր ներկան, քարկոծեք, բզկտեք, դրեք մի կողմ։ Եվ այսպես 30 օր շարունակ, մինչև որ սկսեք ապաքինվել, որովհետև ինքը հիվանդություն է։ Առաջին նշանները, որ դուք ապաքինվում եք, երբ բամբասանք բառից ձեր մոտ կսկսի սրտխառնոց, գլխացավանք, և որ էլ դուք ոչ մի վատ բառ չեք ուզենա լսել ոչ ձեր, ոչ ուրիշի մասին, և այն պահին, երբ անկախ ձեր կամքից կսկսեք արգելել ձեր մոտ բամբասելը, կարգելափակեք այդ ցանկությունը, նշանակում է դուք բուժվել եք։ Շնորհավորում եմ ձեզ։ Դուք էլ հիվանդ չեք, դուք չեք տառապում էլ բամբասկա մոլությամբ։ Ես սիրում եմ նոր բառեր հորինելը, բամբասամոլություն, բամբասամոլուցք, և վալա, դուք բուժվել եք, էլ չեք բամբասում։ Մի բամբասեք, գիտեք ինչու, որովհետև դա ձեզ ոչինչ չի տալիս և միայն խլում է ձեզանից։ Եվ ում է պետք չարախոսելը, եթե դրանից դուք ավելի լավը չեք դառնալու։ Կարդացեք 100 արտահայտություն, որոնք կփոխեն ձեր կյանքը գիրքը, որովհետև այս պատմությունները իմ այդ գրքից են։ Ես վստահ եմ, այդ գիրքը կփոխի ձեր կյանքը, և եթե դուք նստած թախտին սպասում եք և մտածում եք, ինչու իմ կյանքը դեռ չի փոխվել, ուրեմն դուք դեռ չեք կարդացել 100 արտահայտություն, որոնք կփոխեն ձեր կյանքը։ Ես ձեզ մաղթում եմ հաճելի օր, մնացեք առողջ, կհանդիպենք։